Հայաստանի իշխանությունն Արցախի քաղաքացիներին կանգնեցրել է երկընտրանքի առաջ։ Հայաստանում տուն գնելու համար նրանք պարտավոր են հրաժարվել Արցախի քաղաքացիությունից, հակառակ դեպքում պետք է մոռանան կառավարությունից տրվող աջակցության մասին։ Արցախցիների համար քաղաքացիությունից հրաժարում նշանակում է հրաժարում փախստականի թղթից, որը Արցախ հավաքական վերադարձի դեպքում անհրաժեշտ պայման է։ Երևի թե չկա այդպիսի ընտանիք, որը հարթ, հանգիստ այդ ինչ որ սոցիալական ծրագրից կարողացել է օգտվել։ Այս պահին, այս փուլում ծրագիրը համարյա թե չի էլ աշխատում, այսինքն ինքը խափանված է, ինչ որ ծրագրային խնդիրներ կան հունվարից, որովհետև հայտնաբերել էին, որ այն մարդիկ, որոնք իրականում գոնե պիտի շահառու դառնան, այդպես էլ շահառու չեն կարողացել դառնալ։ Ուշագրավ է, որ պետությունից տրամադրվող գումարը Երևանում կամ մարզերում բնակարան գնելու համար շատ քիչ է։ Սերտիֆիկատը իրացրել են այն ընտանիքները, չնայած այդտեղ էլ են էլի խնդրեմ ունենում իրացման, կնշեմ որոնք են խնդիրները, իրացրել են հիմնականում այն ընտանիքները, ովքեր մինչ այդ հիպոթեկով բնակարան էին ձեռք բերել, այսինքն իրենք կարողացել են ուղղել սերտիֆիկատի այդ գումարը իրենց հիպոթեկի մարմանը։ Սերտիֆիկատը իրացրել են նաև այն ընտանիքները, ովքեր ունեին փոքր ինչ կուտակած գումար, այսինքն ավելացրել են սերտիֆիկատի գումարը եւ կարողացել են ձեռք բերել։ Փաստացի պետությունը մարդկանց ուղղորդում է դեպի սահմանամերձ գոտիներ, որտեղ տունն էժան է, բայց վտանգն ու գործազրկությունը անխուսափելի։ Առաջի այցքից թվում է, որ խնդիրը գումարի մեջ է, պետք է շատ գումար տրվի, որպեսզի մարդը կարողանա բնակարան ձեռք բերել, բայց ես վստահ եմ, որ Հայաստանի նման երկրում անկախ թե ովքեր են նրանից իշխանությունները հնարավոր չէ, այսպես աստղաբաշխական այնպիսի թվեր տրամադրել բռնի տեղանվածներին, որպեսզի իրենք կարողանան իրենց ուզած վայրում, իրենց ընտանիքին համապատասխան բնակարան ձեռք բերել, եւ հետեւաբար կառավարությունը պարտավոր էր գտնել այլ լուծումներ, որի հետևից այդպես էլ չգնաց։ Հայաստանի կառավարության առաջարկած բնակարանային սերտիֆիկատից ըստ Հակոբյանի մինչև հիմա օգտվել են այն մարդիկ, որոնք իրենց եկամուտը կարողացել են հիմնավորել։ Շատերը ստիպված են եղել գնել սահմանամերձ կամ վատ վիճակում գտնվող տներ։ Ըստ Հակոբյանի, արցախցիների աշխատանքի հարցում խոչընդոտներ են ստեղծվում նրանց համար, ովքեր դեմ են իշխանությանը կամ խոսում են վերադարձի մասին։ Անպայման նախնական պահանջ են դնում, որ այդ արցախցիները պիտի այլևս որևէ նպատակների մասին սոցցանցերում իրենց չգրեն, այսինքն Արցախ վերադարձ, չպիտի որևէ դեմ բառ կամ նախադասություն գրեն այս իշխանությունների հասցեին։ Եվ այն արցախցիները, ովքեր համաձայնում են, ստանում են աշխատանք, այն արցախցիները, ովքեր չեն համաձայնում, մնում են առանց աշխատանքի, որոնք իրականում բարձր այսպես պրոֆեսիոնալիզմ ունեն եւ տիրապետում են իրենց մասնակցությանը, բայց գերադասում են ընդհանրենք խանութում վաճառող կամ մաքրուհի աշխատել, բայց որևէ կերպ չանցնել այդ թրիտակով։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։